Ողջույն, այս ձմեռային, բայց գարնանային տաք օրով գնում եմ ծանոթ ստանամ սիրելիներս, թե ինչ ծանոթ է, ինքս էլ չգիտեմ, ինչ կա ներսում, ինքս էլ չգիտեմ, ստացել եմ ծանոթում, որ պիտի գնամ ծանոթ ստանամ, հիմա գնում եմ ծանոթ ստանալու, շատ հեռու թաղամասում է, բայց ոչինչ, գնալու եմ մետրոյով, ծանոթը կստանամ, unboxing կանենք, կտեսնենք ինչ կա, դե ինչ կարծում եմ շատերին կհետաքրքրի այդ ծանոթի պարունակությունը, ինչպես նաև ինձ է շատ հետաքրքրում, ուստի շաբաթ օրով տանից դուրս եմ եկել եւ գնամ իմ ծանոթը ընտրելու, ինչպես ֆրանսիացիներն են ասում, գնացինք միասին։ Մետրոյի կանգարի անմիջապես դիմաց գտնում է այդ լավոմատիկը, որը լվացքատուն է եւ այդ թաղամասը, որտեղ ես եկել եմ տանելու իմ ծանոթը։ Ծանոթի վրա նշված է Խաժիլ։ Սիրելիներս, ստացանք ծանոթը, հիմա գնում ենք տուն բացելու եւ տեսնելու։ Արդեն այդտեղ գրված է, որ զգույշ փխրուն է։ Նայած ասում եմ, որ մոտավորապես կռահում եմ, թե որտեղից է, որ Խաժիլը կարդացի, արդեն որոշ բաներ ինձ համար պարզ եղավ։ Դե ինչ ամեն ինչի մասին կիմանանք տանը։ Շրջան տեսեք ուսանողները կամավոր սկզբունքով ամենօրյա սնունդ 3 անգամ մատակարարում են փողոցում ապրողներին։ Դե ամեն անգամ տարբեր համալսարաններ եւ տարբեր կազմակերպություններ են բերում սնունդը։ Շրջան քանի դեռ մութը չի ընկել, գնում եմ մեր մոտի Carrefour սուպերմարկետը, մի քանի գնումներ անհրաժեշտ անելու։ Այսօր շաբաթ օր էր, պիտի խանութներ գնայինք, բայց քանի որ Կարենը գրիպ է, հիվանդ է, մնաց տանը, ես եմ պտտվում։ Կգնամ տուն, գնումներս ցույց կտամ եւ միասին արդեն լավ հանգիստ պայմաններում կբացենք իմ ծանոթը, սիրելիներս։ Այսքանը խանութում հարմար լինի կնկարեմ։ Բավականին երկար ժամանակ չեմ եղել այս հիպերմարկետում, Օղալիլ է կոչվում, որը քաղաքում միակն է։ 4 աստղանի հսկա հիպերմարկետ է, տարբեր բուտիկներով։ Ահա այս նոր բուտիկներ բացվել, շատ նորություններ հայտնաբերեցի, իտալական ապրանքանիշ է, կոսմետիկայի։ Առաջ եմ շարժվում եւ կենտրոնական հատվածում, ինչպես ամեն տարի տեղադրված է տոնածառը եւ շատ սիրուն դեկորացիաներ են անում։ Նկարվում են բոլորը այստեղ, սա կենտրոնական հատվածն է եւ հենց դիմաց բացվել է Նոսիբեի մեծ սրահ։ Տունդարձի ճանապարհին էլ մտա Նոսիբեի մեկ այլ խանութ, որտեղ ավելի քիչ մարդ կար, քան հենց այս պահին Օղալիլի այդ սրահում։ Իդեպ Օղալիլում միշտ շատ մարդ է լինում։ Այս խանութում տեսել է եւ հավանել սա, որպեսզի գնեմ։ Մտածում էի Օղալիլից կգնեմ, բայց փաստորեն շատ հերթ էր, թողեցի մեկ այլ ուրիշ անգամ։ Արդեն Carrefour բաժնում եմ, մթերային այս հատվածը մտա, որտեղ էլ որ տոնական տրամադրություն է։ Տեսեք ինչ փաթեթավորումներ են արել, ինչպիսի տուփեր են ստեղծել նվերների համար։ Չիր են, տեսնում եք ինչքան թանկ արժե։ Չրեր են, ինչպես նաև պաշտետներ են, փոքրիկ մուրաբաներ են, շոկոլադի հետ, փոքրիկ այդպես գինիներ, տարբեր տեսակներ եւ ձկնեղենը պարտադիր է տոնական օրերին, չնայած Ֆրանսիայում շատ են իրենք ձկնեղեն ուտում, սա էլ արդեն 4 կապճի տարած, ապխտած, լավ հիշեցի, ապխտած ձկներն են եւ այդ կլոր հացիկները։ Այս հատվածում եւս ներկայացված են տուփեր, գինը մի հատ մոտիկից նայենք, 22 եվրո է այս չրերի տուփը եւ այստեղ էլ նշված է, որ 30% զեղչ է ֆուագրայի։ Ֆուագրան ձեզ պատմել եմ, սագի լյարդով պատրաստված պաշտետն է, որ շատ հարգի է Ֆրանսիայում, հատկապես նոյելին բոլորը գնում են այդ պաշտետի, ինչպես նաև մենք բազմիցս եմ ցույց տվել, թե ինչպես կարելի ուտել այդ լյարդը պաշտետ տարբերակում, նաև առանձին լյարդեր են վաճառում, որը շատ ավելի համեղ է լինում, տապակում եմ մանգով։ Այս հատվածում էլ արդեն դեկորացիաներ էր բնակարանի համար, տարբեր խաղալիքներ, այս կողմն էլ արդեն լույսերն էին, մի խոսքով մարդիկ տեսնում եք, որ ընտրություն են անում։ Շատ սիրուն էին դասավորել իդեպ այս անգամ հենց նույն Carrefour-ը, տարբեր շարքեր փոխել էին, բայց ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մանգոյի գինը, մեկ մանգոն ավելի թանկ արժե,
քան 1 անանաս է, 2 եվրո մանգոն է, իսկ 1.70 էլ անանասը, պատկերացնում եք։ Առաջ շարժվենք ձկնեղենի բաժնում, այս ոստրեններն են կիլոգրամով է վաճառվում, տարբեր գներ են, տարբեր ապրանքանիշեր, տարբեր գներ են առաջարկում, թե ֆուագրան, թե ձկնեղենը եւ ընդհանրապես արդեն նորմալ է, թե որ ապրանքանիշը ինչ գնով է վաճառում։ Սա թողնենք Նոյելի համար։ Ես գնեցի, տեսեք ինչ, 2 կապ կանաչին իմ տարբերակում համեմը 1.50 էին վաճառում, իսկ առանձին 1 հատը 1 եվրո։ Սունկ եմ գնել, մանդարին թթվասեր, ձիթապտղի յուղն է պարտադիր եւ ձվի մի քանի տեսակներ, դդումը անպայման, բիո եւ լվացքի հեղուկը, բան մնաց, որ ցույց չտվեցի, տեսնենք դդումը դե պարտադիր էր, այստեղ է գազարը, հա, գազարել եմ գնել։ Արագ-արագ պատրաստում եմ սնկով ձվածեղ, հիմա կճաշեմ եւ արդեն կանցնեմ տուփը բացելուն եւ արդեն շատ արագ պատրաստում եմ թանով ապուր, սպաս, հաճարի ձավարով եմ ես պատրաստում, լինքը կտեղադրեմ, կարող եք նայել, բայց այս անգամ չեմ խառնել, փայտե գդալը դրել էի մեջը, տեսեք ինչքան լավ էլ սկսել է եռալ, սոխը չեմ կտրատում, այդպես կիսում եմ եւ գցում եմ։ Ջան, տուփը բացելն ու հոտի, բույրի տարածվելը ամբողջ սենյակով մեկ մի անգամից զգացվեց։ Հիմա ես մի քիչ անշնորհ բացեցի ես տուփը, շտապելիս անշնորհ կտրեցի, բայց փորձենք բացել եւ արդեն տեսնենք ինչ է այստեղ։ Ուրեմն նախ պաշտպանիչ այս բաները հանենք, որոնցով որ ապահոված է, որ շատ փխրուն է, զգուշ կկոտրվի, բաժիլը դա էր։ Հիմա ռիսկը չեմ անում։ Որ կողմից բացեմ, ահա, զգուշ բացում է, տեսնեմ այստեղ ինչեր են, ժողովուրդ ջան, ծաղկե փունջ է, ծաղկե փունջ, ահա, տեսնում եք ինչքան գեղեցիկ են ծաղիկներ, հիմա հատ ծաղիկների այս գլխիկները բացենք, սա շատ դժվար պրոցես է, ժամանակի առումով, պետք է երկար ժամանակ տրամադրեմ սրան, ուստի ես շատ արագ հիմա կբացեմ առանց ձեզ եւ արդեն պատրաստի վիճակով կներկայացնեմ։ Մնաց վերջինը, ժողովուրդ ջան, արդեն դուք տեսնում եք, չէ, ինչ հրաշք ծաղկեփունջ եմ ստացել։ Հիմա այս ծաղկեփնջի պատմությունը դուք կիմանաք, ահա, վերջին կակաչն եմ դնում ծաղկամանի մեջ, տեսնենք էլ ինչ ունենք, ինչ-որ բան էլ ունենք, սիրելիներս, տեսնենք, սա ինչ է։ Նախ շատ լավ փաթեթավորում էր, որ ուզում եմ անպայման նշել, քանի որ կոտրվող փաստորեն ծաղիկներ են եւ սա էլ երևի թե կոտրվող է։ Հիմա մոտիկից ցույց կտամ ձեզ։ Սա կոտրվել է փաստորեն։ Լավ չէ, որ կոտրվել է։ Ափսոս, շատ ուժեղ փաթեթավորած էր, բայց փաստորեն կոտրվել էր, որի մեջ տեղադրված են մոմեր, ափսոս, մոմերը անհոտ են, բայց շատ ափսոս, կփորձեմ ես սա վառել էստեղ, փորձեմ դնել մի կերպ, նշած էր, 1000 տեղ նշած էր, որ փխրուն բան է, կոտրվող բան է, զգուշ եղեք, վայրենու նման
տեղափոխել են, էլի, կներեք արտահայտությանս, բայց այսպես փորձեմ դնել։ Ես էլ այսպես դնեմ, որ չկոտրեմ։ Դե սիրելի հետևորդներ, ժամանակն է ամեն ինչ բացահայտելու, գաղտնիքները բացելու և ներկայացնելու այս հրաշալի փնջի պատմությունը։ Ուրեմն սիրելիներս, մոտիկից էլ նայեք, ասեք, որ հրաշք է, տեսեք ինչքան հիանալի լուծում է տվել մեր սիրելի հայուհին, ինչքան գեղեցիկ ծաղիկներ են, բնականից չեն տարբերվում, հա, տեսեք, հիասքանչ են։ Կգրեք անպայման մեկնաբանություններում, ես կկարդամ և կարծում եմ բոլորիդ շատ դուր կգա։ Եվ տեսեք, թե ինչքան հրաշալի է։ Ուրեմն այս գեղեցիկ փունջը ստեղծվել է Ֆրանսիայում հայտնի Մանուկ Ֆրանս բրենդի կողմից, որի արտադրողը ի ուրախություն մեզ մի ճկնաղ հայուհի է, երիտասարդ կին, ով արդեն վաղուց Ֆրանսիայի շուկայում է և ներկայացնում է իր հրաշալի արտադրանքը։ Այսօր նոր տեսականի է նա ներկայացնում մոմերի տեսքով։ Այս փունջը վառվող և հալվող մոմերի խումբ է։ Շատ փոքրերը, որոնք առանց թելի են, դրանք ուրեմն հալվող մոմերն են։ Ուրեմն սիրելի հետևորդներ, Ֆրանսիայում շատ տարածված է այդ մոմերի տեսակը, որոնք արվում են շատ փոքր, որպեսզի հենց այստեղ ներքևի այս հատվածում մոմը վառվի և նրա տաքության հաշվին արդեն վերևում դնենք այս հալվող մոմը, որն էլ դրա ջերմության հաշվին կսկսի հալվել։ Ինչ ենք անում, առանձնացնում ենք այս ծաղկեպսակը և դնում ենք այստեղ։ Պահպանում ենք ցողունը, որպեսզի երբ արդեն մենք մոմեր չունենանք, կոնկրետ ես, արդեն պատվիրենք հաջորդ ծաղկեպսակը, այսինքն, տեսեք, ինչքան հնարամիտ տարբերակ է, նաև ներկայացված ծաղիկների տեսքով։ Ուրեմն, տեսականին տարբերվող է, բացառիկ է, որակը արտակարգ է, առանձնանում է իր յուրահատուկ տեսքով և հումքը և նմուշները բացառապես բնական բուսական են, ունի համապատասխան որակի սերտիֆիկատ, որին էլ Ֆրանսիայում շատ մեծ ուշադրություն են դարձնում։ Ես հիմա ձեզ հետ խոսում եմ, իսկ ես բույրերից արդեն խենթացել եմ։ Բույրերը տարբեր են և այս բույրերը ստացել է, նմուշները ինքը վերցրել է ֆրանսիական Գրազ քաղաքից, որը հայտնի է օծանելիքի համաշխարհային մայրաքաղաք անունով։ Ուրեմն 17-րդ դարում է դեռ հայտնաբերվել այդ հրաշալի քաղաքի ունակությունները, այսպես ասեմ, որտեղից էլ որ օծանելիքի բույրերի հիմքերն են դրվել, նաև հայտնի բրենդներ Chanel, Dior, Guerlain և այլ բրենդների օծանելիքի հիմքերը ստեղծելու համար այնտեղից են բերել, պատկերացնում եք, կարևոր դեր է խաղացել այդ Գրազ քաղաքը ևս։ Ուրեմն այս հիմքը բերված են այնտեղից և որակը երաշխավորված է, սիրելի հետևորդներ։ Ուրեմն դուք կարող եք պատվիրել ձեր ուզած բույրով, ձեր ուզած ծաղիկի տեսքով։ Իմ տարբերակում կակաչներ են, որովհետև ես կակաչներ սիրում եմ։ Դե արդեն ծաղիկի և բույրի ընտրությունը թողնում եմ ձեզ, սրանք կարող են լինել նաև հետաքրքիր նվերներ, մտերիմներին նվիրեք, կամ ասենք տանը որևէ սենյակում դրեք, որովհետև բույրը հիմա ամբողջ սենյակով մեկ տարածված է և հրաշալի բույր է։ Ուրեմն կարելի է վառելով այդպես բույրը ավելի ուժեղ տարածել,
կարելի է պարզապես այսպես դնել ցանկացած սենյակում, որտեղ որ դուք կկամենաք։ Ուրեմն մոմերը շատ տարածված են Ֆրանսիայում եւ հատկապես ֆրանսիացիները յուրահատուկ նրբանկատությամբ ուշադրություն են դարձնում մոմի բաղադրությանը եւ այս տարբերակում այս մոմը բացառապես բնական է եւ անվնաս մարդու առողջության համար քիմիական որևէ տար չկա այս ուրեմն մոմերի ստեղծման մեջ չափերը տարբեր են կամ մեծ այստեղ ես ունեմ մեծ կակաճ միջին կակաճ եւ փոքր նույնպես ծաղիկների տեսականին կարող է տարբեր լինել այնպես որ սիրելիներս եկեք մեծ խանդավառությամբ բաժանորդագրվենք Instagram-ում նոր բացած էջին Մանուկ Ֆրանսին եւ պատվիրենք Promo Asia 10 կոդով եւ դուք անմիջապես կունենաք 10% զեղչ։ Բեսանյութի տակ կտեղադրեմ Instagram-ի այդ ալիքի լինքը եւ հիշեցնեմ ձեզ, որ սա նաեւ շատ հաճելի ռոմանտիկ երեկո կարող է ստեղծել շատերի համար։ Փոքրիկ կակաճը իմ տարբերակում այրվելով այդ հրաշալի բույրը տարածելով սենյակում մեկ շատ լավ զգացողություն է առաջացնում։ Գաղտնիք չէ, ես էլի եմ ձեզ ասել, որ ցանկացած բույր ունի իր դրական կամ բացասական ազդեցությունը։ Այս օծանելիքի բույրերով են մարդիկ նաև բուժում, սա նաև առողջական բուժաթերապիա կլինի ձեզ համար, եթե դուք պատվիրեք ձեր սիրած հոտերով պատրաստվի նման ծաղիկները, ծաղիկների ընտրությունն էլ էլի ձերն է։ Ես եթե նկատել եք պատահական գովազդներ չեմ անում, գովազդներ շատ եմ ստանում, որպեսզի գովազդեմ ավելի ճիշտ, բայց ընտրում եմ լավագույնը, ճիշտը, որակը եւ անվնասը։ Ուստի վստահաբար ասում եմ, որ կարող եք պատվիրել Մանուկ Ֆրանսին, ինչու՞ չէ հպարտորեն ասել, որ տեսեք մեր հայ կինը օտար հողում ինչպես է կարողացել ստեղծել նման ապրանքանիշ եւ արդեն վայելել ֆրանսիացիների վստահությունը։ Ամեն ինչ օրինական է, կարող եք վստահաբար գնել եւ նորից եմ շեշտում անվնաս է ձեր առողջության համար։ Դե ինձ սիրելիներս, կարծում եմ դուք կհետևեք իմ խորհրդին եւ այս տեսանյութից անմիջապես հետո կվազեք դեպի Instagram, որտեղ էլ կտեսնեք բազմաթիվ փնջեր։ Ընտրությունը արդեն դուք կանեք։ Ասում եմ, կարողացա ճիշտ ներկայացնել այս հրաշալի տեսականին, կարողացա ճիշտ ներկայացնել Մանուկ Ֆրանսը եւ կարողացա ճիշտ բացատրել, թե ինչու պետք է հենց Մանուկ Ֆրանսից գնել այս հրաշալի բուրավետ մոմերը։ Հիշեցնեմ սիրելի հետևորդներ, որ ակցիան գործում է դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Այդ օրերին է գործելու Asia 10 promo կոդը։ Շտապեք, աշխարհի բոլոր ծայրերից կարող եք պատվիրել ձեր ցանկացած մոմը։ Այս պահի համար այսքանը սիրելիներս, կհանդիպենք։